Բարև ձեզ։ Եթերում է Մարդարվեստներ հաղորդաշարը եւ այսօր մենք այցել ենք բրազիլական ջիու-ջիտսու մարդարվեստի ֆեդերացիա եւ կներկայացնենք ձեզ այդ գեղեցիկ մարդարվեստը։ Գնացինք։ Բրազիլական ջիու-ջիտսու Ջիու-ջիտսու տերմինի ստեղծումը թվագրվում է 16-րդ դարով եւ հասկացվում է որպես ճապոնական ձեռնամարտի բոլոր ձևերի ընդհանրություն։ Այստեղ առավելապես օգտագործվում են բռնվածքներ, գցումներ, ցավեցնող եւ խեղդող հնարքներ։ Հարվածների օգտագործումը ջիու-ջիտսուի տեխնիկական բազայում ավելի սահմանափակ է, քանի որ վտանգ կա վնասել սեփական վերջույթները հակառակորդի զրահներին հարվածելիս։ Արդեն 17-րդ դարի վերջին Ճապոնիայում գործում էր ջիու-ջիտսուի ավելի քան 700 դպրոց։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր առանձնահատուկ ոճը ու մոտեցումները։ Իսկ ինչու հենց բրազիլական։ 1900-ականների սկզբներին Բրազիլիայում ավանդական ջիու-ջիտսուի եւ ջյուդոյի հիմքի վրա սկիզբ դրվեց մի մարտարվեստի, որը իրականում փոխեց ժամանակակից մարտարվեստների բնույթը։ Այն կոչվեց բրազիլական ջիու-ջիտսու կամ Գրեյսի ջիու-ջիտսու։ Հիմնադիր է համարվում ջյուդոյի վարպետ Միցուի Մաեդան։ Ամենաշատ տրվող հարցին կուզենայի պատասխանել, ինչը ջիու-ջիտսուն կոչվում բրազիլական, չէ՞ որ ջիու-ջիտսուն ճապոնական մարտարվեստ է։ Բանը նրանում է, որ անցյալ դարի սկզբներին ճապոնացի վարպետ ձյուդոյի եւ ջիու-ջիտսուի վարպետ Միցուի Մաեդան մեկնել էր մշտական բնակության Բրազիլիա եւ իր գիտելիքները փոխանցել են բրազիլացիներին, կոնկրետ Գրեյսի ընտանիքին։ Մի քանի տարի Մաեդայի մոտ սովորելուց հետո Գրեյսի եղբայրները սկսում են զարգացնել սովորած ջյուդոյի եւ ջիու-ջիտսուի հնարքները, հարմարացնելով ավելի շատ իրենց իրողությանը, փողոցային կռվին, ավելի պրակտիկ եւ կիրառական դարձնելով ինքնապաշտպանության բնագավառում, ոչ միայն սպորտի։ Այսօր ջիու-ջիտսուն ունի մի քանի ուղղություններ, դրանց եւ մեջ մտնում է եւ ինքնապաշտպանական ծրագրերը, եւ սպորտային ծրագրերը, եւ ռազմական կիրառական ծրագրերը, կան նույնիսկ ծրագրեր հաշմանդամություն տարբեր տեսակի արատներ ունեցող մարդկանց համար եւ երևի թե ամենադինամիկ եւ արագ զարգացող մարտարվեստներից մեկն է, քանի որ իր էֆեկտիվությունը ցույց է տալիս խառը մարտերում 90-ական թվերից սկսած եւ սկսեցին խառը մենամարտերը, բրազիլացի մարտիկները իրանց առավելությունը ցույց տվեցին այս ջիու-ջիտսուի տեխնիկայի հնարքների օգտագործման միջոցով։ Մենք սկսել ենք աշխատել այս ուղղությամբ 2010 թվականից, ֆեդերացիան հիմնադրվել է 2012 թվականից։ Ներկայումս ֆեդերացիայի կազմում գործում են 3 միջազգային գրանցված ակումբներ։ Պարբերաբար այցելություններ տարբեր բարձր որակավորում ունեցող միջազգային վարպետների սեմինարների մասնակցությունն այստեղ եւ արտերկրում ուժով փորձում ենք զարգացնել մեր մոտ այս գեղեցիկ եւ էֆեկտիվ մարտարվեստը, որովհետեւ մենք ունենք այդ պոտենցիալը, մենք ունենք այդ ներուժը, մենք ունենք շատ լավ տրադիցիաներ ըմբշամարտի, ջյուդոյի, սամբոյի դպրոցներում եւ ես համոզված եմ, որ մենք շատ շուտ ունենալու ենք հաջողություններ նաեւ ջիու-ջիտսուի ասպարեզում։
Ինչն է ջիու-ջիցուի տարբերությունները եւ ընդհանրությունները մյուս մարտարվեստների հետ։ Կան շատ ընդհանուր եւ էականորեն տարբերվող բաներ տեխնիկական հնարքների մեջ, բայց սկզբունքները նույնն են երևի թե բոլոր մարտարվեստներում։ Ինչու եմ անձամբ ես համարում ջիու-ջիցուն ավելի արդյունավետ, էֆեկտիվ մարտում, որովհետև ջիու-ջիցուն հարմարեցված է պայքարելու ցանկացած այլ սպորտային կամ մարտական ոճի ներկայացուցիչի դեմ։ Եթե սպորտային ես օրինակներ չբերեմ, սպորտային ուղղվածություն ունեցող կոնկրետ մարտարվեստը ունի հստակ կանոններ ու այդ կանոններին հետևելը համարվում է, չգիտեմ, ամենակարևոր սկզբունքներից մեկը, ջիու-ջիցուի դեպքում կանոններն ավելի ազատ են։ Ընդամենը պետք է հասկանալ հակառակորդի թույլ տեղերը եւ աշխատել ներտրալիզացնել առավելությունները։ Հարվածային տեխնիկա ջիու-ջիցուում չի օգտագործվում, օգտագործվում է հարվածային տեխնիկայից պաշտպանության մեթոդներ, ըմբշամարտային ոճ է, եթե սենց կարելի է ասել, ավելի, սակայն եթե համեմատենք օրինակ ձյուդոյի հետ, որտեղ արգելված է ոտքի ցավեցնող հնարքները, ջիու-ջիցուն թույլատրվում է ոտքի ցավեցնող հնարքը։ Եթե համեմատենք սամբոյի հետ, սամբոյում արգելված է խեղդող հնարքները, ջիու-ջիցուում թույլատրվում է խեղդող հնարքները։ Եթե համեմատենք ըմբշամարտի հետ կլասիկ, ոտքից բռնվածք չի թույլատրվում, այնտեղ բռնվածքներ, ոտքից գցումներ, ոտքից կարելի անել։ Մի խոսքով սա միքս է բոլոր այդ ընտանիքի պատկանող մարտական ոճերի, կարող եմ ասել։ Այսօրվա համար այսքանը, հետևեք մեր հաղորդումներին, որի ընթացքում մենք ձեզ կներկայացնենք նոր մարտարվեստներ։ Հաջողություն։